Մարիա հերոստասերիալում Մարիայի ներսում անընդհատ աճող խուճապն այլևս չէր կարող տեղավորվել նրա մեջ։ Նա վերցնում է հեռախոսը եւ զանգում Դավիթին, զգուշացնելով, որ պետք է զգուշ լինի։ Դավիթը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Զարմանում է ու փորձում պարզել, ինչ նկատի ունի Մարիան։ Բայց Մարիան արդեն թուլացած ու վախով լցված ասում է, որ հեռախոսով այդ թեմայով խոսել չի կարելի եւ որ ամեն ինչ պետք է բացատրի միայն դեմ առ դեմ։ Դավիթը քիչ անց հայտնվում է Մարիայի տանը։ Այստեղ Մարիան ամեն ինչ բացում է, շունչը կտրված դողացող ձայնով։ Նա պատմում է, որ պարզվել է Ռաֆին ժամանակավորապես ձերբակալել էին, բայց անսպասելիորեն նրան ազատ են արձակել։ Եվ ոչ միայն ազատել են, այլև նա այժմ անցել է ընդհատակ։ Ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ նրա հետքին։ Մարիայի աչքերը լի են վախով, երբ խոստովանում է այս ամենը։ Դավիթի արձագանքը հակառակն է։ Նա ցնցված չէ, այլ լցված է ատելությամբ։ Նա կտրուկ ասում է, որ ինքը չի վախենում այդ անպատժելի դահճից, եւ ավելին հենց դա է ցանկանում։ Իր միակ նպատակը վերջ դնելն է Ռաֆի կյանքին։ Մարիան ցնցված է լսածից։ Նա ուզում է համոզել Դավիթին, որ չկեղտոտի իր ձեռքերը, որ չդառնա Ռաֆի նման։ Բայց Դավիթի դեմքը քարացած է։ Նրա հայացքում կա միայն սառն վճռականություն։ Նա պատասխանում է, որ իրեն դա այլևս չի հուզում։ Վրեժի ցանկությունը նրան կուրացրել էր։ Միևնույն ժամանակ Խաչատրյանը այցելում է Ռուբենին։ Նրա խոսքերը միայն ավելի են բորբոքում Ռուբենի զայրույթը։ Քնիչը հայտնում է, որ խուզարկել են բոլոր հնարավոր վայրերը, ամեն մի թաքստոց, բայց Ռաֆը կարծես գոլորշիացել է։ Նա չկա։ Ռուբենը բարկությամբ բռնում է գլուխը։ Պարզվում է, որ Ռաֆը նախապես հասցրել է իր փաստաբանին տեղեկացնել ամեն ինչի մասին։ Վերջինս էլ առավոտյան դատարանում հիմքերու ու բողոքի բացակայության փաստարկով ապահովել էր իր պաշտպանյալի ազատումը։ Գիշերային լռության մեջ, երբ թվում էր ամեն ինչ հանդարտել է, Դավիթը պատահում է ճակատագրական տեսարանին։ Նա նկատում է, թե ինչպես է Ռաֆը մեքենայով գալիս, կանգնեցնում այն եւ դուրս գալիս։ Դավիթի աչքերը լցվում են սառն վճռականությամբ։ Նա նկատ սկսում է հետևել Ռաֆին։ Նրա յուրաքանչյուր քայլում կուտակված է մեկ միտք՝ անսպասելիորեն հարձակվել ու վերջնականապես մաքրել աշխարհը Ռաֆից։ Դավիթը պատրաստվում է իր կյանքի ամենավտանգավոր ու ամենաճակատագրական քայլին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Դավիթը կկատարի իր պլանավորածը։ Գրեք մեկնաբանություն։ Մարդկա ավարտել է իր նկարանունները Մարիա հերոստասերիալում ստորի անուն դրա վերաբերյալ։ Բրավո, բրավո։ Ինչ ասեմ, ռեսպեկտ։ Մենք էլ սենտեր տանջվում ենք։ Մենք չենք ավարտել մեր նկարանունները Մարիա հերոստասերիալում, բայց երևի մենք էլ կավարտենք շուտով։ Մենակ դու չես, էլի, Զոր ջան։ Այսօր անտանելի ծանր տեսարան ենք ունեցել մենք, անտանելի ծանրը այն խոսքը չի, երկու բար քեզնից։ Դե ասում ես, նրին համամիտ եմ, ծանր, շատ ծանր, դե տեսնեք էլի։ Ամենածանր տեսարաններ իմ համար այս ամբողջ սերիալում։ Ես լքում եմ Մարիա հերոստասերիալը։ Ու պատճառն է, որ ես շրջում եմ մատանիով, իսկ իմ խաղընկերը ոչ։ Ուրա մատանիտ։ Մեղավոր ինքն է։ Գնում եմ դիմում գրեմ։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարիկը ընկեր ունի։ Եվ ով է այդ ընկերը։ Օй, դա չբացաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձ է։ Ոնց է ես ինչ-որ բան տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապին քրած։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկել նկարաման ենք մենք խոսքը։ Այսօր Եկնա, նստել է։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինյան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։
Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Ան Մոսկովա's նման։ Չէ՞ սուր։ Անեժնին նստես սպասում եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Գրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փադ Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ չնեմ որ ուժ ջնենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ Ժամը 6:10 է, ես դեռ ուրան աթիվիում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30 էստեղ եմ, 3 էստեղ եմ, 5 էստեղ եմ։ Я сплю, помогите. Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսոնական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկեք պրիմերային։ Այո, Սպասեք առաջիկա արված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասա։ Նկարան չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում։